եկեք անդրադառնանք նաև ինձ համար ու Նարեկի համար շատ հետաքրքիր մի թեմայի՝ կուսակցության ֆինանսները։ Այս տարվա տարեսկզբին Թելեթոն արեցիք եւ հավաքվեց շուրջ $80,000 գումար։ Մինչև այդ էլի դրամահավաքներ եք արել տարբեր նպատակներով, օրինակ խմբի անդամների դատական, սոցիալական կամ բժշկական ծախսերը հոգալու համար կամ նրանց ընտանիքի անդամների գույքի բռնագանձման փոխհատուցման համար եւ ամենահետաքրքիր պահը, որ այդ գումարները, որոնք այսքան ժամանակ հավաքվել են, դրանք արտացոլված չեն կուսակցության տարեկան հաշվետվությունների մեջ հայտարարագրում, ֆինանսական հայտարարագրերում, ինչու։ Դատարկ են այդ հայտարարագրերը 2021, 2022, 2023, 2024, 2025 5 հատ հայտարարագիր ունեք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած, որոնք դատարկ են, ինչու։ Օրենքով դուք պետք է դա լրացնեիք։ Բևեռը իր ֆինանսական ռեսուրսները երևի այն կուսակցությունն է կամ չեմ ասի միակը, որտեվ էլի կուսակցություններ կարող է լինեն այդ թափանցիկության, բայց Բևեռը իր ֆինանսական թափանցիկությունը ցուցադրել է անընդհատ ուղիղ եթերով, անուն ազգանունով, նվիրատուների անունները պարբերաբար հրապարակելով։ Դա ավելի շատ պարոն Կարապետյան PR քայլ է, այլ ոչ թե ֆինանսական հաշվետվություն, որտեղ են գումարները, որոնք ձեզ եկել են, դուք դրա ծախսերը ցույց չեք տվել, թե ինչի վրա եք ծախսել։ Գերի գրասենյակային ծախսեր, քարոզչական, գովազ, չգիտեմ, մեդիայի համար եք հավաքում, այդ ամեն ծախսերը պետք է որ արտացոլված լինեն։ Դրա համար այդ հարցերը կարակ տակ այդ հարցերով զբաղվող կուսակցության անդամի կամ կուսակցության ղեկավարին այդ մասով, իսկ ծախսերի առումով նաև Բևեռը լոբիստական աշխատանք է տանում Միացյալ Նահանգներում, կոնգրեսի հետ աշխատելու եւ Լոնդոնում եւ լոբիստական աշխատանքներ տանելը շատ բավականի թանկ հաճույք է։ Այո, եւ կամ մեկ մարդ ես տեսել եմ, օրինակ անանուն ինչ-որ մեկը կես տարվա ընթացքում շուրջ $200,000 նվիրատվություն է արել միայն լոբիստական ծառայության համար եւ նա անանուն է մեծ հաշվով ոչ մեկ չի իմանում, չէ՞, ով Միանվագ չէ, մեկ անգամ $50,000, 4 անգամ $35,000։ Դե մարդ չի ուզում իրան ինչ-որ Բայց մի քիչ ռիսկ է, ինչի միանվագ $50,000 միանգամից լոբիստական ծառայության համար։ Ես անում ձեր ասացին, ես ձեր պնդման այդ Դե որ լոբիստական ծառայության մասին խոսեցիք, միանգամից նաև այդ մասով նշում արեցի։ Համենայն դեպս Հայաստանի Հանրապետության օրենքը, մասնապես կուսակցությունների մասով, պարտադրում է, որ պետք է նաև կուսակցությունները լինեն հաշվետու, թափանցիկ։ Հասկացանք, մեր կուսակցությունը, ինչը որ կուսակցությանն է վերաբերվում, կուսակցությունը թափանցիկ եւ հաշվետու է անընդհատ,